Այսօրվա մեր տեսանյութը նվիրում ենք մունիցիպալիտետի այն ծառայությանը, որն աշխատում է օրնիբուն, առանց դադարի, առանց հանգստյան օրերի, առանց եղանակային պայմանների, լինի ձյուն, բուք, անձրև, քամի կամ կիզիչ արև։ Մեր կոմունալ ծառայությունը, ինչպես գիտեք, կարամ ասել ամեն օր աշխատանք է կատարում, բարդաճանաչ կատարում են մեր աշխատակիցները։ Առավոտ 6-ից 7-ը այդ սահմաններում աղբատար մեքենաներ արդեն ոտքի են, ռաբոչինոներ մեկտեղ, քաղաքը դուք լավ գիտեք, օրը 3-4 անգամ կդադարվի աղբամանները, գյուղերը ամենք իրեն տերիտորիան ունի ամեն մեքենան, ամեն օր նույն աշխատանքը կատարում են մեր աշխատակիցները, ոչ կենամուսը ոչ շաբաթ կա, ոչ կիրակի մեր աշխատողներուն համար դուք ինքնին տեսնիք մեր աշխատանքն է այդպիսի, բայց դե էլի շատ էլի կերգնի մաքսիմալ կաշխատենք։ Դե առավոտ դե ցերեկ դե իրիկունը մեզ համար տարբերություն չէ, լինում է որ իրիկվա ժամի 9-ին, 10-ին, 11-ին գիշերը հանենք մեքենան ինչ որ մետեղը պրոբլեմ է եղել, ինչ որ մետեղը աղբ է կամ բացար, տարբեր բաներ կան։ Նույնը աշխատին մեջ այդ ռեժիմով էլեկտրիկները մեջ։ Էլի կարամ ասել ոչ շաբաթ ունենք, ոչ կիրակի էլեկտրիկները դե լինում է չէ որ գյուղերից զանգում են որ ինչ որ էլեկտրական խնդիր է եղել, լարեք կադրվի, վարենք, ասա մեր աշխատանքն է ձևի։ Ու ես էլի կերգնեմ մենք մաքսիմալ կատարում ենք մեր պարտականությունները։ Կոմունալ ծառայությունն իր մեջ ներառում է տարաբնույթ աշխատանք։ Բացի քաղաքի մաքրությունից, մեծ է նաև էլեկտրիկի աշխատանքը։ Զուգահեռաբար մեծ է նաև պատասխանատվությունը։ Իսկ մեր շրջանը գտնվելով Բարսադի լեռնային գոտում, էլեկտրական լապտերների հետ խնդիրներ միշտ լինում են։ Ասեմ ձեզ, այս Գառնան գալողը շատ ծանրված է, որովհետև ձայները գահալի շատ տագեն աղբերը գելել է, այդ ամբողջ ձայմերվա ժամանակին ամսներուն չէ, ճանապարհները որ մաքրվում են, ավազ ռեագենտ կփերվի, որպեսզի սառույցի դիմաց մաքրվում են, այդ ավազները մեծ էլի պրոբլեմ ամեն օր կմաքրենք, որ իշքան հնարավոր է էլի այդ ավազներն մաքրենք, քան կենտրոնական փողոցները մաքուր լինի։ Գառնան գալող շատ աշխատանքները, դե մեր կանանչապատման աշխատանքները դուք տեսնիք, այս ագրարդենյաներում մեջ գազոնապատման աշխատանքները կկատարվի, որտեղ պետք է թեզա նորից կցանվի, ծառները քիրեջվի ներգվի, այդ ճիճուների դիմաց, որպեսզի չփչանան մեր ծառները, կուստեր ծաղիկներ կբերենք, ցանենք մեր պարկերը, ցենտրալն է, կենտրոնական պարկը, հայոց քարտլոսը, դե Գառնան գալող շատ աշխատանքներ է, դա օբշի է այդ ձև է, էլի։ Պրոստը ձայմերն է իր դժվարությունն ունի մեր աշխատանքում, դե մեր էլեկտրիկներին, դե մեր աղբատար մեքենաներուն համար էլի գյուղերը շատ ձայները կինեն հնարավոր չէ մետնիլ, դադարվի դի բանախպամանները կձայնով փակվի, դժվարությունը ձայմերը շատ է, բայց որբիսի աշխատանքը շատն է, Գառնան գալողը մերկով էլի, այսի պահին են շատ աշխատանքներ է։ Գառնան բացվելուն պես ի հայտ են գալիս բոլոր այն թափոնները, որոնք մնացել էին ձյան տակ ձմռան ընթացքում։ Զուգահեռաբար պետք է մշակել նաև քաղաքի ծառերը, սիզախոտը ու դեկորատիվ թփերը, իսկ այս ամենը ևս անում են վերոնշյալ ծառայության աշխատակիցները։ Ձունը հալել են հետև արդեն աշխատանքները, ասվել է քերինգը, աշխատի դելի, հետեն դեղա հալելելուն բանով ավազը, չամուրը բանը, հաշվի առնելով, որ նաև աշխատանքներ կերտը ասի վադապրավոտի բաներով, շատ ցել արդեն հետեն ուչը բանը բասվել է, ասման ասած ֆրոնտը էլ աշխատանքներուն, ու ռաբոչին երթելով գեղանը, գալով այդ գործը այձնել են հետև, պրամով միանանք այդ աշխատանքին ու կեսկսեն կամացեն մակրազարդիլը։ Ինչպես ձայմերը, այնպես էլ հիմի, սա ձայմերը ձուն կմաքրեն, տեղեքը հիմի արդեն գազոնների մեջ կմաքրեն, այդ մուտր կհանեն, որպեսզի հետո նորից պետք է սկսեն ծառները ներգելը, քիրաջելը, բան
ու կանամ ասել որ աշխատանքը նոր է սկսվել եւ հուսով եմ որ ամեն ինչ լավ գալի։ Ամեն տարի շորեր կստանանք, կոշիկները, շորերը բան ու կուդան տեղոսը իրենք բարդաջանաշ կաշխատեն իրենց գործը կնեն։ Բարդաճանանց շատ լավ, գեղեցիկ, ես շատ գոհ աշխատողներ ես, շատ դժվար աշխատանք է, կերդոտ աշխատանք է, ամեն օրվա աշխատանք է, էլի կերգնիմ, առավոտ ցերեկ, իրիկուն, բայց էլի կերգնիմ մեր աշխատողները մաքսիմալ իրենց բարդականությունները կատարում են։ Այս քաղաքը մենակ շենք ու թաղ չէ։ Այս քաղաքը մտածելակերպ է ու կենցաղ։ Երբ լուսաբացին քայլենք քաղաքում, կտեսնենք հավաքարարներին, քանի որ հենց նրանք են ապահովում քաղաքի մաքրությունը։ Եկեք հարգալից լինենք նրանց եւ նրանց կատարած գործի հանդեպ, չէ որ նրանք մաքրում են այն աղբը, որը մենք ենք կուտակել։